Բարիլի սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ինչպես մենք սիրում ենք ասել, ժամանակն է տեղափոխվելու նաեւ կինոյի աշխարհ, ինչու որովհետեւ հունիսի 25-ից 29-ը Երևանում եւ Գյումրիում անցկացվում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացման մեկնարկը տրվել է հունիսի 25-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում իրանցի ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի մշուշը վերացել է ֆիլմով։ Մեր այս փառատոնը ունի ավանդույթ, որ բացի Երևանից նաեւ մարզերում են միջոցառումներ իրականացվում։ Այս տարի Շիրակի մարզն է այդ մարզը։ Եվ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մասին իհարկե զրուցելու ենք միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարի գալուս կրկին մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ ուրախ եմ, շնորհակալություն լավերի համար։ Ձեզ ենք շնորհակալ, որ այս փառատոնի լարված օրերին կարողացաք ժամանակացեք, այո։ Նախորդ անգամ էլ հանդիպեցինք, ես հիշում եմ շատ գեղեցիկ եւ բովանդակալից զրույց ունեցանք։ Խոսեցինք անպայման կարճամետրաժ ֆիլմերի բարձրությունից, կարևորությունից, խնդրում եմ նաև պատմեք, թե այս տարի ինչ երկրներ են ներկայացված, քանի հայտ կա եւ առհասարակ ինչպես ընթացավ եւ բացումը եւ այս ընթացիկ աշխատանքները։ Շատ լավ է, որ մենք ցենց տարբեր ժամանակներ հանդիպում ենք ու փառք Աստծո, այդ տարբեր ժամանակներում կարող ենք ուրախանալ նրա համար, որ մեր կինոն թե տեղական կինոն սկսում է ավելի որակապես կարճամետրաժ ֆիլմերը լավանալ եւ ավելի շատ հայտեր ենք ստանում հայկական երիտասարդ կինոռեժիսորներից շատ ուրախալի է, որ տարի ավելանում եւ ավելանում է։ Նույնպես ավելանում է աշխարհագրությունը, այս տարի առաջի անգամ մեր մոտ եղել է 95 երկրից հայտեր։ Ես մտածում եմ միշտ, որ ես գիտեմ բոլոր պետությունների մասին, բայց պարզվեց, որ շատ պետություններ կա, որ անգամ ես չեմ լսել, այսինքն փոքր կղզի պետություններ, ինչ որ երկրից։ Բայց իրենք լսել եւ գալիս են։ Այո, իհարկե, ուղարկել են հայտեր։ Չէ, անպայման չի գան, սկզբից ուղարկում են, մենք հետո ընտրում ենք այդ մեծ քանակասինք 1000-ից եւ ավել ֆիլմեր են ուղարկում, այդ 1000-ից ավել ֆիլմերը մենք նայում ենք, դիտում ենք, քննարկում ենք, ընտրում ենք այդ ընտրանին, որից հետո արդեն կազմում ենք short list եւ ներկայացնում ենք հանդիսատեսին եւ ժյուրիի դատին եւ միջազգային եւ տեղական կինոգործիչները ժյուրի անդամները արդեն դիտելով, քննարկելով կազմում են իրենց կարծիքը այդ արդեն ընտրված ֆիլմերի մասին։ Ինձ միշտ հետաքրքրել է հատկապես ֆիլմերի դեպքում ժյուրիները համակարծիք հաճախ են լինում թե ոչ, որովհետև ամեն ժյուրի ամեն դեպքում նաև անհատականություններ, բացի արվեստագետ լինելուց, եւ երբ բոլոր ֆիլմերը նայում են, նրանց կարծիքների բախումները ինչպես է կառավարվում։ Ես էլ միշտ մտածում եմ ուրիշ փառատոների, ասենք, մասին, թե ինչպես են այս կամ այն որոշումը կայացրել, ինչու է այս ֆիլմը, որը այդքան ուժեղ չէր իմ կարծիքով գնա, բայց տարիներ արդեն անց, երբ ունենք մենք ինքներս սեփական մեր փառատոնը եւ անդադ այդ տեսնում ենք թե ինչպես են ընտրում ժյուրիները, երկու կոմպոնենտ կա ժյուրի, որը կարողանում է հավանել ինչ-որ ֆիլմ եւ կարողանում է բացատրել եւ համոզել մնացած իր գոլեգաներին, որ դա իրոք բերելով արժաններ, արժանի եւ այլ, բայց շատ ժամանակ կան, երբ բոլորն են ուժեղ ավելի եւ մենք եթե չեմ սամ 7-րդ փառատոններ, երբ մինչև լույս ժյուրի նստել էր, այսինքն իրենք պետքա մոտածել գիշերվա ժամը 1-ին արդեն պատասխան տային, բայց մինչև առավոտ իրենք չեն կարողանում գտնել այդ ֆիլմը այն կոնսենսուսի գային, որպեսզի լավագույն ֆիլմերը համաձայնվեին, բայց սովորաբար այդքան բարդ չի լինում, մի անգամ է շատ բարդ եղել ու կախված է շատ, եթե շատ միանշանակ ուժեղ ֆիլմ է եւ բոլորը այդպիսի դեպք նույնպես եղել է, որ համ հանդիսատեսն է հիացած, համ մենք ենք հիացած, համ ժյուրին է, ինքը լիդեր է այդ ֆիլմը ու այդ ֆիլմը միանգամից ստանում է ու այդքան դժվար չի, բայց կարող է ուժեղ ֆիլմ է, արդեն 3-րդ տարին է, որ մեր փառատոնը ստացել է Freeway հարթակում ոսկե նշան, որը կոչվում է, որ մենք մտել ենք 10-նյակ լավագույն
կինոփառատոների շարք է։ Առհասարակ կինոփառատոների Այո, աշխարհի 10 լավագույն կինոփառատոների շարք է մտել եւ մեզ սկսել են ուղարկել հայտեր Կանի կինոփառատոնի հաղթած ֆիլմերը, Բերլինի A կլասի լավագույն ֆիլմերը եւ որակի բարձրացումից եւ ժյուրին սկսում է դժվարանալ արդեն շատ ավելի ուժեղ ֆիլմերը իրար հետ համեմատելու Պարոն Բաղդասարյան, կարճամետրաժ ֆիլմերը ինչ չափանիշներով են գնահատվում լիամետրաժ ֆիլմերի պարագայում, գիտենք թե այնտեղ ինչ կրիտերիաներ կան, հետաքրքիր է կարճամետրաժը լինելով ավելի բարդ ժանր, ինչի վրա է ուշադրությունը ամենաշատը դրվում։ Չկա այտենց բացի իրանց քրոնոմետրաժից, հա, չափից կարճ, այսինքն մեր մոտ մինչև 30 րոպե է, լիամետրաժ ֆիլմը 60 եւ ավել, չկա, այսինքն գեղարվեստական արժեքների թե առաջի եւ թե երկրորդ դեպքում գեղարվեստական արժեքներն են գնահատվում, դերասանական խաղը, վիզուալ էֆեկտները, ամբողջ պատմությունը, թե ինչպես է պատմվել սցենարը, ինչպես բոլոր ֆիլմերը, քանի որ մեր մոտ խաղարկային ֆիլմերն հիմնականում դրա հետ կապված այդ նույն կրիտերիաներն են մեր մոտ, այսինքն թե ինչ ֆիլմ է, ինչքան տեխնիկական որակը, թե հուզական Ինչ թեմաներն են գերակշռել այս տարի, նկատել եք նմանություն։ Որպես հավելում ասեմ, որ ամեն տարի սովորաբար գուցե մտածված չի արվում, բայց կարծես փառատոնը ինչ-որ մի ընդհանուր ասելիքի գիծ է ունենում, որը արտահայտվում է աշխարհակաղակական վիճակից նայել։ Այս տարի ինչ եք նկատում, ինչն է առանձնացված։ Այդ լավ հարց տվեցիք, ասեմ, իրականում այ լիամետրաժ ֆիլմերի A կլասի փառատոնը Կանում կամ Վենետիկում օրինակ այս տարի շատ քաղաքական ֆիլմեր կային, որոնք վեճի արդյունք տարան, ինչից հետո օրինակ Վենետիկում հաղթեց ոչ այն ֆիլմը, որը ավելի շատ բալ էր ստացել եւ իսկ մեր դեպքում հասանք նրան, որ ինքներս հայտնաբերեցիք, թե ինչը տարբերվում, մեր մոտ չկա այդպես քաղաքական։ Հիմնականում քանի որ երևի մտածում են հեղինակները, որ կարճամետրաժ ֆիլմի աուդիտորիան, այսինքն դիտողները ավելի քիչ են եւ իրենց ասելիքը քաղաքական այդ ինչ-որ լոզունգներում ավելի քիչ տեղյացն, ավելի երևի ընտանեկան Մարդկային ընդհանուր համամարտկային թեմաներ են, չկա ասենց ինչ-որ ուղղվածություն, որ ինչ-որ քաղաքական կողմ կարող է լինել, ասեմ միայն, որ ես ուշադրություն եմ դարձրել, որ տարեց տարի կա ինչ-որ ծնողների, այսինքն մոր ու երեխայի կոնֆլիկտի հետ կապված, կամ սիրո, տղամարդ կնոջ, ասենք վաժանման հետ կապված, ինչ-որ սենց ալիքներ կան, որ տոկոսային առումով շատ ու քիչ է, բայց հիմնականում ամենահետաքրքիրն է եւ երբ նայում ես 1000 ֆիլմ 95 երկրից, հասկանում ես, որ մարդիկ բոլոր տեղերում նույնն են, ոչ մի տարբերություն չկա, թե Հայաստանում, թե չգիտեմ, Ինդոնեզիայում կամ ինչ-որ մի ուրիշ երկրում նույն խնդիրներն են, նույն խնդիրներն են, որոնները տարբեր։ Հա, շատ նման են, իհարկե կան ինչ-որ ֆիլմեր, որոնք պատմեն իրենց երկրի առասպելների մասին, ասենք ինքնության մասին, ինչ-որ լեգենդների, ինչ-որ տարբերություն կամ մթնոլորտային ինչ-որ մշակութային տարբերություն այդ ժամանակը զգում ես, բայց սովորական ժամանակակից պատմությունների մեջ հիմնականում այդ գլոբալիզացիան ընդհանրապես ամեն տեղ է եւ այդ ամենը չկա։ Պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է նաև հայ հանդիսատեսը հատկապես որ երկրի գուցե կամ որ տարածաշրջանի ֆիլմերն են ավելի հոգեհարազատ բացի հայկականից համարում, որովհետև վերջին տարիներին նկատում ենք թե ձեր փառատոնի, թե մյուս փառատոնների միջոցով, որ իրանական ֆիլմը Հայաստանում կարծես նոր շունչ է, իրանական ֆիլմի մասին խոսույթները եւ ֆիլմերը ավելի տարածվում են։ Ձեր դեպքում նկատել եք ինչ-որ տարբերություն։ Դե հա, իրականում իրանական որ պատկերացնեք Ռուսաստանի, Ֆրանսիայի նման մեծ գերպետություններից, Ամերիկայից, Ամերիկայից քիչ է գալի, հիմնականում ամենաշատ հայտերը գալիս են Ֆրանսիայից եւ Ռուսաստանից։ Նրանք ուղարկում են, ասենք օրինակ Ռուսաստանից կարող գալ 50-60 ֆիլմ, չգիտեմ, Ֆրանսիայից 40, 30, 70 ինչ-որ մի ժամանակ, բայց Պարսկաստանից գալիս է 200 ֆիլմ, 150 ֆիլմ, այնքան շատ է գալիս, ու այդ շատի մեջ կան եւ անորակ եւ կա, ասենք, շատ պինդ մի 10 ֆիլմ, որը շատ
հզոր է եւ ուժեղ է։ Այդ մենակ մեր փառատոնի դեպքում չի, ամբողջ աշխարհի իրանք էքսպանսիա են անում, իրանք մոտ կինոն շատ հետաքրքիր զարգացում ունի, իրանք կարողանում են իմ կարծիքն է, սուբյեկտիվ կարծիքա, որ այդ արտաքին աշխարհը փակ է, իրանք սկսում են իրանք ներքին իրենց անդրադառնալ եւ այդ ավելի հետաքրքիր է աշխարհի համար, քան այդ գլոբալիզմը, որ մեր մեջ կա։ Ես իմ ուսանողներին եմ միշտ ասում, որ պետք չէ այդպես դուրս գալ փորձել ինչ որ հոլիվուդյան կամ պատմություններ, մեծ պատմել, ավելի լավ պատմեք ձեր նեղ, ձեր տան, ձեր ընտանիքի, ձեր հարևանի կամ ձեր մասին, ինչ ուզեր ունեք, ինչի մասին եք մտածում, այդ ավելի ճիշտ է ու ավելի հզոր կարող է լինել, քան այն թեմաները, շատերը մանիպուլատիվ թեմաներ են ընտրում, ինչ որ սեռական փոքրամասնությունների մասին չհավատալով դրան, կանանց իրավունքների, Պարսկաստանում կա այդ մանիպուլյացիան, իրանք մտածելով, որ փառատոնները ընդունում են կանանց իրավունքների ոտնահարման թեմաներ, ուղարկում են ու դու նայելով հասկանում ես, որ այդ ռեժիսորին չի հետաքրքրում ընդհանրապես այդ կանանց իրավունքները, այդ թեման մանիպուլատիվ, այսինքն արդար չէ, այդ ֆիլմը երևում է միանգամից։ Իհարկե կան ֆիլմեր, որոնք իրոք զգում ես արդեն, որ մարդու այդ խնդիրը իրան շատ բախվել է։ Այո, ապրված ֆիլմերը ապրելով նայվում է, ուղիղ երևում է, ու այդ էլ է շատ միամտություն ասեմ, չգիտեմ ինչ, որ մտածում են, որ մարդիկ չեն կարող հասկանալ, կամ այդ թեման կարող է մեր համար ասենք, վա, ես ինչա կանանց իրավունքներ, բայց այդ չի էլ կա։ Իսկ հայ երիտասարդներին ինչ թեմաներ են հուզում, ասացիք քանակապես ավելացել են, նաև որակն է հետաքրքիր։ Նայեք, որակը մեր մոտ ավելացել է կինոյի որակը, այսինքն կինոն արդեն դարձել է կինո, որովհետև իրոք այդ խնդիրը ունենք։ 9 տարի առաջ ես անդադ կրկնում եմ, իմ համար էլ է շատ ոգևորիչ, որովհետև միանշանակ ես կարող եմ ասել հպարտ, որ մեր գործոնը դրա մեջ կա, մեր փառատոնի գործոնը, որովհետև մենք մեր երիտասարդ ռեժիսորներին, երբ որ թույլ ֆիլմեր են, մենք հատուկ իրենց ընտրում ենք, բերում ենք, այսինքն մենք չենք նայում, որ այդ ռեժիսորը լավ ֆիլմ է ուղարկել կամ վատ, մենք հասկանում ենք ով է կանգնած հետևում, ինչքան հետաքրքրված է կինոմատոգրաֆիան, ինչ մարդ է, որ ենք տալիս հնարավորություն, ես էլ տանում ենք մարզ, ինքը միջազգային այդ ռեժիսորների հետ նայում են լավագույն ֆիլմերը, տարբեր ակրած փառատոների հաղթած, ու մյուս տարի նույն մարդու մոտ մենք արդեն ես, քանի որ ընտրում եմ այս ռեժիսորին, հասկանում եմ, որ ինքը նայելով, հասկանալով, որ ֆիլմը ընտրեցին, քննարկումների ժամանակ ինչ տեսաններից հիացան այդ քննարկման հյուրերը կամ ժյուրին, սկսում են իրենք էլ փորձել այդ անել, այդ ուղղությամբ ձգտել եւ սկսում են հաջողությունից հետո որակային առումով հիմա մեր հայկական ֆիլմերը ոչ մի կերպ չեն զիջում ոչ մի միջազգային ֆիլմերի թե արտադրական, թե որակային, թե դերասանական խաղ, թե ռեժիսորայի մասնագիտական առումով։ Իհարկե կուզենք, որ ավելի ուժեղ լինեն, ավելի խորը կարողանան պատմել պատմությունները, դա էլ կգա, ինձ թվում է, պետք է անցնենք այդ ճանապարհը։ Մեր մոտ երբ բնորոշ է մեր ազգին, մենք ավելի շատ գլոբալ ենք, մենք սիրում ենք այդ թեմաները, դրսի մեծ թեմաները վերցնել, փորձել դրա մասին խոսել, բայց երբ երևի գանք կամ չգիտեմ, հասնենք նրան, Փարաջանը ինձ թվում է, երբ sense ինչ-որ բաներ անը, չնայած ինքը ինքն տաղանդավոր ինչ է։ Ամենաշելաներ կա։ Փարաջանովն օրինակ չբերենք։ Շատ լավ։ Իսկ ասեք, սովորաբար մեր ազգը, ես իմ կարծիքով չի սիրում իր նեղ ընտանիքի խնդրը խոսել, որովհետև քննադատությունը անձնավորված է լինում։ Եթե հանդիսատեսը մի փոքր ավելի գրագետ ու ոչ անձնավորված քննադատություններ անի, մարդիկ պատրաստ կլինեն այդ ժամանակ, ես թվում է նաև իրենց նեղ անձնական ու լուրջ ընտանեկան խնդիրները նկարել ու նկարել գեղեցիկ։ Գուցե իմ կարծիքն է, չգիտեմ։ Մեր մոտ չկա այդպես բան անձնավորված, այդ չի արգելվում, պրոստո մեր երբ քննարկումների ժամանակ անգամ փորձի անձնավորել, որովհետև այդ սխալ է։ Համել չես կարող անձնավորես, ինչ իմանաս, այդ իր մասին է, թե ինքը հորինել է, թե ինքը ասենք լալիտա գիրքը կարդացել է, դրանից ոգեշնչված ինչ որ բան է գրել, կամ ինչ որ ֆիլմեր է նայել, դրանից այդ թեմաներից ոգեշնչված ինչ որ սցենար է գրել կամ ինչ որ գործ է վերցրել եւ վիզուալիզացրել է, այդ
չկա այդ խնդիրը, ինձ թվում է մեր մոտ նկատի ունեմ չկա, ընդհանուր երևի կարող լինի։ Հասարակության Բայց կրթության խնդիր ունենք, մենք լուրջ կրթական կրթության խնդիր ունենք, ինձ թվում է ոչ թե միայն կինոկրթության, այլ ընդհանրապես կրթության ավելի շատ եթե մարդը ուզում է ստեղծագործական մասնակցություն ընտրի, պետք է ավելի շատ իմանա, ավելի շատ կարդա գրքեր, տեսնի ներկայացումներ, պատկերասրահ գնա, ավելի շատ հավաքի իր մեջ, ավելի շատ հավաքի իր մեջ այդ արվեստը, որպեսզի կարողանա դրա շնորհիվ ինքը իր սեփական ասելիք ունենա։ Պարոն Բաղդասարյան, 2 օր է մեկնարկել է, դեռևս 3 օր կա, այսօր վաղը եւ ամսի 29-ին արդեն փակում է։ Այս տարի նկատում եք երիտասարդների ներգրավվածությունը որպես հանդիսատես, այո թե ոչ, եւ կասեք սովորաբար սա ինչպիսի հարթակ է նոր մարդկանց համար, երբ գալիս են ֆիլմի դիտման, արդյոք հետո կարող են մոտենալ ռեժիսորներին, փորձի փոխանակման քննարկումների համար։ Այո, իհարկե, նայեք, ես շատ ուրախությամբ եմ նորից կրկնում եմ, որ արդեն ավանդույթներ ունենք մեր փառատոնի շուրջը ձևավորված ինքնաբուխ ձևավորված ավանդույթներ, օրինակ, երբ մենք գնում ենք մարզեր, երիտասարդներ կան, կինոսերներ, ապագա կինորեժիսորներ, որոնք իրենք գումար են հավաքում, վարձում են մեկ ավտոբուս, վարձում են հյուրանոցներ, գալիս են մարզ մեր հետ, այսինքն 40-50 մարդ միշտ կա մեր այդ բարեշիկները, որ ասենք, միշտ գալիս են, անպայման դիտում են, անպայման քննարկում են, մյուս տարի փորձում են իրենք էլ մասնակցել, իրենց թիմից ինչ-որ մեկին բերել, այդ շատ լավ ավանդույթ է։ Հիմա անգամ մարզերում կան այդ փոքր մեր երիտասարդներ, որ արդեն սպասում են, որ գնում ենք այդպես ֆանարկումներ։ Հա, շատ հետաքրքիր, առանց մեզ կազմակերպան, այսինքն մենք լավ բան ենք արել եւ դրա շուրջ համախմբվել են շատ երիտասարդներ։ Երևանում այս տարի իմ կարծիքով, այս որ ես կողքից նայում եմ, թե այն հայտարարությունները, այն կիսվել է Instagram-ներում, Facebook-ում երիտասարդների այդ ոգևորությունները, այն որ ինձ գրում էին, ուզում են գանք, խնդրում ենք հրավիրատոմս ուղարկեք, SSS ու այդ մասնակցությունը այս տարի շատ ավելի կրկնակի երակի ավելի ասես ծավալուն ու մեծ է։ Ինչը ողջունելի է, դեռևս 3 օր կա եւ հատկապես երիտասարդները կարող են այլ գնալ, այնտեղ մասնագետներ կան, ում կարծիքը եւ խոսքը լսելը մեկ անգամ հնարավորություն է ամբողջ կյանքի հետագա ուղղությունը փոխելու համար գնացեք, դարձեք մասնիկը, սիրելի հեռուստադիտողներ, եւ հիշեցնենք, որ զրուցում էինք Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի հետ։ Շնորհակալություն։ Իսկ մենք կհանդիպենք քիչ անց։